Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Չպլախի կասես կարպետը հիվանդ է, գործը թողե վազել եմ մոտը։ Եկակ աղբերներ ջան։ Ես սովը, մարդը բիզնեսմեն է, թող գնայա գործերին հասնի։ Ոնց։ Դու բիզնեսմեն եք աղբեր ջան։ Ինչ լինելա թող լինի։ Դե առաջ շանի։ Ասում եմ հենց հիմա ֆորմես հանի տուր ինձ։ Ծառայությունը թթվը սնելու եմ վրել։ Ասում ինչ նավեր ես որ պատրաստված եկանք։ Կակ, բայց այդ տեղը կօգնի։ Ոչ չի օգնի։ Տեղը տալ աշխատող ասեց ապել մի փոքր կփչես քթին ու վերջ։ Դե տար փչի ապել։ Յա, լավ էր էլի։ Համ ես այդ թանկու կրակ տեղը առնեմ, համ էլ ես փչեմ, հա։ Բայց դու ինչի համար ես մապշորը։ Հա դե վախում եմ, Չի սաղթի ապել, դուխով։ Հա որ։ Հա, չես հիշում երեք ինչքան շղկու դղ կարեցիք նոր զարդուց։ Տարպչի հանգիստ կնենք համու։ Կակ բա ուր է այդ տեղը։ Սերմոնտին։ Մամաճը։ Չիչերը։ Ապել, ապել։ Սիշկեն ես ապել, ապել։ Այնիլ է։ Կայնի քու։ Կայնիլ այդ եղա։ Ես ինչ է սիգարա։ Սատ ծանեն ծո ես կեզի։ Տան պատերին արասիկ ինչ է։ Սիգին չորա։ Մելո ջան, ես գիտեի թե խռացնելու տեղն ապե։ Սատ կծանեմ արա քեզի։ Պատերին տամ այդ տղա իջեք վարել է։ Իջեք վարկսեմ։ Մելո ջան, ես չգիտեի ապել, որ էդի տառականի տեղն է։ Իջեք վարկսեմ։ Կվարտիրաչեղներ գալոխները չարտե ելար արա։ Համբարձում ջան, բալես գնա տուն քնի հանգստացի մեղք ես։ Չէ դու գնա։ Ես ոնց գնամ, բա որ պապա այդ մի բան պետք լինի։ Այ մամ ջան, ես ծառա ես տղա եմ, ես կարամ սաղ գիշերը չքնեմ։ Դու գնա քո համար հանգստացի։ Այսքան կարաս կողքի պալատել գնաս քո համար քնես, մեկ անտեղ մարդ չկա։ Դավայ, վեր կաց, գնա մի քիչ դինջացի, մամ ջան։ Դե ուշադիր կլինես, հա բալես։ Վայ, բա դա ասելու բաներ այ մամ ջան, ես որորը որ օրապա է կանգնում, այդ օրը հազիվ զորքը հանգիստ քնում էր։ Դավայ, վեր կաց, մամ ջան, արի գնա նորմալ քո համար հանգստացի էլի։ Այդ $4000 ինչ էր որ դու դրա համար վատացար է։
Բայց $4000 քո առողջությունից թանկ է, իհարկե թանկ չի։ Մի տեղից կճարեի կտայի էլի։ Ես խրս ոչխար։ Կարինե, համբարսում, այդ ռագելա բուշրոչի կանչի համբարսում։ Համբոքյար ես, տասագրա Կարինեն կանչի։ Վալի շուտ արա, հա։ Գնամ կանչեմ չես տաղում, ռոպեն մեկ ձեն ես տա։ Կարինե, այդ դրա գոնե Կարինեին կանչի, համբարձում։ Ասվեմ Կարինեին կանչի գոնե։ Համբարձում չես լսում, այդ դրա վատ եմ։ Թու ես կեզ մարդս հողի։ Ասեք։ Լավ չեմ, պրիստուպան բորդս, այս տեղը սխում է, սինտեսես բերած դուսագարիս հենց, Դրա կեզ կացու տակ կտամ, այդ տղա չես լսում, որ կեզ կան չեմ ժամերով, հա, համբարձում։ Լսում եմ։ Բա որ լսում ես ինչ ես պատասխանում, հա։ Պատասխանում եմ, այ պապ ջան։ Ոյ, այդ տղասի վրա բուշկրոջի կանչի, ոչխար։ Կանչեցի։ Այդ երբից կանչ է։ Մի քիչ առաջ։ Գժվել ես տղեն։ Մի քիչ առաջ կանչեցի, բուժքույր եկավ, քեզ դեղ տվեց, խմեցիր, հանգստացար, դսվեցիր, քնեցիր։ Մամային էլ էի կանչել, չես հիշում։ Գերեզման ատանելու գիրես։ Կանչել էի, պապ ջան, դու հանգիստ քնի էլի, վաշ։ Լա է, հլը շահունակում է։ Չէ, եսի աչքից դիպման բատենց անում։ Պապ ջան, հիշողությունդ էլ է կամաց վարի գնում։ Ուզում ես էլի կանչել։ Չէ, լավ ամբրծում չեն ահա, ես այդ շատ լավ եմ զգում։ Բա որ ասում եմ դեղերը խմել ես։ Պապ, ես չեմ ուզում Նարեկ ինձ գրասենյակում աշխատեմ։ Բայց ինչի բալես։ Որովհետև իմ աշխատանքը ինձ դուր է գալիս, աշխատակազմը լավն է։ Մի խոսքով չեմ ուզում։ Համ էլ դու ուրախ չես, որ ես աշխատում եմ։ Ստիպված չես լինի ամեն օր ինձ ճանապարհի փող տաս։ Իրեն, բալես։ Ախր այդ ոնց ես խոսում հորդ հետ։ Էն էս տմանի հոր հետ։ Որ ամեն ինչ անում եմ քո համար։ Աշխատում եմ, որ ոչ մի բանով դու հետ չընկնես։ Քեզ ամեն ինչով աջակցում եմ, օգնում եմ, թե փողով, թե ամեն ինչով, բայց դու չես ուզում։ Բալես դու ինձ մի չղայնացրու։ Ցավը տանեմ, ես քեզ թողել եմ աշխատես միայն նրա համար, որպեսզի հասկանաս, որ փող վաստակելը դա շատ դժվար բան է։ Հենց դա հասկացար, ես քեզ էլ չեմ թողնելու աշխատես։ Համ ուզում ես դժվարություն տեսնեմ, համ էլ ասում ես գնա Նարեկից մոտ աշխատի, հա։ Այո, որովհետև Նարեկի մոտ որ աշխատես, ես ընկերներիս մոտ խայտարակ չեմ լինի։ Չեն ասի, վրամը այսքան փող ունի, աղջկան ուղարկել է աշխատի։ Ասում ուրիշի, որովհետև Նարեկի հայրը իմ մոտիկ ընկերն է։ Եվ դա արդեն նորմալ կնայվի, հասկանում ես։ Դե, խնդրում եմ։ Պապային էլ մի ջղայնացրու, վաղվանից տեղափոխվի Նարեկենց մոտ։ Եղավ ցավը տանեմ։ Դե ես քեզ էլ չխանգարեմ, գնամ քեզ բարի գիշեր։ Հա, կանչել է։ Հա, ԿՊՊ-ի մոդից ցեցին, ներկայացեք։ Ներկայացեք։ Ներկայացեք, թող հրամանատարը Գարիկի հերոսության համար ձեզ պարգևատրի։ Հա, ո՞նց եք։ Ադեմ մտնիկ մոդել ենք, պարզ կտալ։ Կանչել է։ Հա։ Բա, Մուսայելյան, այդ է ինչ է նշանակում սիրած աղջիկ ունենալ։ Ես չիմացել այդ ինչ բաներ։ Թե չէ, որ ես զորավասից փախչեի, ով էր հետևիցս ընկնելու։ Ձեր բախտը բերեց, որ ժամանակ չեղավ երկաթը տակ-տակ ծեծելու։
Եթե Գարիկին բերելու ժամանակ այդ վթարը չլիներ, ես ձեզ ավելի խիստ կպատժեի։ Չնայած հիմա էլ ես ձեզ չեմ զրկի դրանից։ Գարիկ, հանի, կրծես սերժանտի տարբերանշանը։ Դու էլ սերժանտ չես։ Սերժանտը պետք է օրինակ լինի շարքայինների համար։ Իսկ եթե քո օրինակին հետևեն, պետք է թողնեն ու փախնեն զորամասից։ Բայց պարոն գնդապետ, Կանք, կաբրինք, ինչ եղել։ Մի անգամի օդպուստ չեղտամ։ Не знаю. Ты не знаешь? Вազывашт. Узиктова կարիք չկար ասեմ, սպես բանել չկար գնալ։ Նենց եմ ուրախացել։ Բա ինչ չտային, ում պիտի տային։ Այդի ճիշտ ես ասում, լսի որ աղբերս իմանա հաստատ կգժվի։ Անպայման թող իմանա։ Թող գժվի։ Ասում ես Նարեկը ուզեցել է քեզ սրճարան տանի։ Հա։ Հետո նենց է ջղայնանում, որ արտեմից եմ պատմում։ Բա պիտի ջղայնանա, բա ոնց։ Դրանց տանցել պետք է։ Աղբորդ էլ։ Ոչինչ չէ, որ տենց եմ ասում։ Ոչինչ։ Լսի պապան ուզում է որ Նարեկից մոտ աշխատեմ։ Ինձ թվում է այդ Նարեկն է իրան ասել։ Այսինքն ոչ թե թվում է, այլ հաստատ տենց է։ Բա դու ինչ ես ասում։ Ես չեմ ուզում Նարեկի մոտ աշխատեմ։ Ճիշտն էլ դու ես անում։ Թող այնքան ընկնի հետևից մինչև հալու մաշ լինի։ Լավ էր, որ ինքը քեզ տանջում էր։ Ինչ գոհ շուխուր եք անում։ Ասա թող կանի։ Ապեր գաս մի րոպե։ Ասա։ Պրիվետ մխո։ Փոխադերց։ Չես ուզում շնորհավորես Անուշիկին։ Շնորհավոր։ Իշքան դեր։ Ծնունդը չի, նոմինացիայի արժանացել։ Է։ Ինչ նոմինացիա։ Դե Միս ուսանողուհի մրցույթի ամենագեղեցիկ ոտքեր նոմինացիա։ Է։ Բարում ես։ Բայց քո ոտերը այդքան եմ մասոտ չեն։ Ինչ եք ասում։ Բա ով է տվել դիքես։ Դե ինստիտուտում մրցույթ է եղել։ Ու որոշել եմ, որ մասնակիցների մեջ ամենասիրուն ոտքերը մեր Անուշիկի ոտքերն են։ Ինչի մենակ Անուշիկն է մասնակցել։ 30 ուսանողուհիների մեջից ամենաշատը իմ ոտքերն են հավանել։ Այդ ոնց են անում, մի չեմ ջոգում, ասենք տերուսիկով գալի կայնում ես իրենց դեմս, ինձ խորանում են վրեդ մի 10 րոպե նայում են ու ջոգում են, որ ամենասիրուն ոտերը քոնն է, հա։ 10 չէ, 20 րոպե։ Փաստորեն ձեր ինստիտուտում լրջով, տենց երկար սիրուն ոտեր ունեցող աղջիկ չկա էլի։ Մխո, ասա այն ինչ որ ուզում ես ասես։ Ես ախր զգում եմ, որ մեջդ տանջվում ես։ Արտահայտվի, ասա այն ինչ որ իրականում ապրում ես։ Ես հիմա ապրում եմ զարմանք։ Զարմանք ժյուրիների քյալության վրա։ Երևի դրանք իրենց կյանքի մեջ ոտ չեն տեսել։ Առաջինն է դու ես դուս եկել, բեմ մի անգամից տեսել ու քեզ են տվել նոմինացիան, չէ՞։ Մալադեց, շատ ճիշտ ներկայացրիր, թե ոնց ա եղել։ Գնա Մարգարիտա տեծյանը տնամ ու գնա։ Սպասի, ես էլ եմ գալիս։ Հինգ րոպեից էլ ես մեր տանը գալբիտ։ Ապեր հիվանդ եմ։ Լավ 10 րոպեից։ Ապեր ասում եմ հիվանդ եմ։ Արա ուշեմ 15 րոպեից մեր տանը էլ ես ասում եմ։ Ինչ կա որ։ Պետք է եթանք ժյուրի տպելու։ Ինչ ուտելու։ Արա ժյուրի, հետո ուտելու չէ։ Ուշեմ կարանք դասավորենք դու ուտես պրինցիպի։ Լավ ապեր հեսա գալիս եմ։ Կարող է ուտեմ դասվեմ։ Հաստատ կդզվես։ Ոյ
Ոյ Անուշիկ ջան, շնորհավորում եմ Ազիզ ջան։ Մերսի։ Գիտես չի, ես միշտ էլ ասել եմ, որ քո ոտքերը առանձնահատուկ գեղեցիկ են։ Շնորհակալություն Մարգարիտա տուտա։ Բալես, ճիշտ ասած, ես էլ եմ շնորհավորում, ես անկեղծ շատ ուրախ եմ քեզ համար եւ ասեմ որ չէի էլ կասկածում, բայց բալես, ես ոնց որ գնամ, էս իմ թեման չի, բայց դուք շարունակեք ամեն դեպքում Մարգարիտա տյոթյայի հետ իրար հետ շփվել։ Գնացի ես։ Կարող է վռամ դեդյայի դուրը չեկավ։ Չէ, հնարավոր չի։ Այդել շուտ արիլը, շուտի չայդրա։ Հրնայի աշկերից մեջ, ուշադիր նայի։ Տոմախո ջան, դու գիտես որ Անուշիկ ինչ հաստացել։ Այդ հա ու վերջ, հա։ Հա ու մեջդ ոչ մի բան չի շարժում այդ տղա։ Տոլսի, այդ տղա, ախր ուրիշները ինչի պիտի նայեն Անուշիկի ոտներին, դու այ հարիվ։ Ատիսնյակ դու չմասնակցիր չնայեին, իրան ով էր խնդրում է։ Դու տղա ջան ոչ մեկն էլ չի խնդրում։ Այլ դրթում է։ Եվ այդ դրթողը դու ես, դու։ Տղա ջան, հասկացի, եթե աղջիկը ուզում է ուշադրության արժանանա, այն մարդու կողմից, որին շատ է սիրում ու չի արժանանում, սկսում արդեն անկապ բաներ անել, հասկացի։ Ախր այսօրով դու պիտի գնահատեիր Անուշիկի ոտները, ոչ թե ուրիշները, այ հարիվ։ Ոնց գնահատեմ, ատիսնյակ։ Այ տղա, ամուսնացի ու սկսի գնահատել։ Դու ոչ ես հասկանում։ Դի այդքան է հեշտ չի։ Մխո, այսօր ոչ մի բան էլ հեշտ չի։ Ամեն ինչն էլ դժվար է։ Եթե հեշտ լիներ, այսքան չէի խոսավերել, չէի ջղայնանա քո վրա։ Ինչ սերունդ է մեծանում, այ մարդ, ինչ սերունդ է մեծանում։ Այ քեզ բան։ Դու տղա ջան, ես ժամանակին բա կթողնեի մորդ ոտների մեկը նայեր, ու եղել է տես դեպք։ Նայել են, բայց արդեն հիվանդանոցում զղջացել են իրանց այդ հիմար արարքի համար։ Տեսնյակ, ես տղեկին ասել եմ, հեսա գգան, իրարիտ կգնանք այդ ժուրիենս կտենանք։ Դու լսի, սա ուշկու միտքը մենակ մարդ ծեծելն է, այ տղա, հո չեմ ասում գնացեք մարդ ծեծեք, այլ ասում մի փոքր արհակ կողմնորոշվի, տղա ջան։ Մխո ջան, եթե ես բալես, զգայի որ դու անտարբեր ես Անուշիկի հանդեպ, ես այսքան բան քեզ չէի ասի ցավդ տանեմ, այսքան քո զահլեն չէի տանի, բայց զգում եմ որ դու Անուշիկին շատ ես սիրում, անտարբեր չես Անուշիկի նկատմամբ, չեմ ուզում որ ինչ որ մեկը քեզնից առաջ ընկնի ու Անուշիկին իրանով անի, այն ժամանակ արդեն գլխիդ կտաս, ուշ կլի այդ դրա, յա։ Բա ով ասեց։ Ջոնը ասեց ախպեր։ Այսօր պետք է անպայման գնալ Մինասին տենալ, որ մի քիչ տրամադրությունը բարձրանա։ Ասում կարել եմ տանել պատիվ տալ բան, են։ Տենան կարանք այսօր շուտ գործից պոկվենք։ Արա, բայց ոնց եմ սիրում քո երգերը։ Ես էլ եմ սիրում շատ քո երգերը, ապեր։ Շատ լավ երգեր ունեք։ Գրվում եմ ռեպիտ համար, գրվում։ Մանավանդ ես երգը վարուշ, մորթել ես նես լավ ես երգը։ Շասկացա, ես երգը սուրա։ Ինչ է։ Ուր է երգես։ Ինչով է լավ, ավսոս ուրան է լավ երգը։ Լավ,
Նա մինակ է, ստեղում։ Շատը դնեմ ցավդ տանեմ, չներվես։ Վարուժ ախպեր։ Վայելի։ Էրը դու ջոգում ես ախպեր, իմ քրոջ ընկերուհուն տվել են միս ոտ։ Միս ոտ չի։ Էրը դու ինձ միս ուրցել է, հա վաբշի։ Բա ինչ են տվել չպլը։ Արուշիկ արժանացել է գեղեցիկ ոդքեր անվանակարգին։ Թողես մենակ սենց բաներից խոսա ախպեր։ Բայց որ ամի մեկը քեզ հարցնի դու լավ տղա ես, չես իմանա, չէ՞ ինչ պատասխանես։ Էլի սկսվավ մանկապարտեզը։ Չէ, ախպեր լուրջ եմ հարցնում, ասենք հիմա մեկը քեզ ասի դու լավ տղա ես, ինչ ես ասելու։ Բուրելցնենք ասես գնացեք կարբիտից հարցրեք։ Ինչ ինքը չգիտի, լավ տղա է թե չէ, հա, չպլե։ Ապեր տենց աղբախ հարցեր ինձ մի տվեք, հա։ Չէ, ախպեր լուրջ հետաքրքիր է, ինչ կպատասխանես։ Կտամ բերանը կջարդեմ, ինչ պետք է պատասխանեմ։ Մելեդից։ Դե ոնց էլի մեր հետ տվերել հականջի պոչով լսած կլի։ Բա որ ասենք մեկը քեզ ասի դու ինձ մի ասա, բայց սիտուացիան նենց է, որ ասենք պետք է ասես։ Այդ ժամանակ ինչ կանես։ Հələ լավ էլի կարբի թարգի այդ ախմախ խոսակցությունները։ Դրա տեղը ավելի լավ է մտածի հեսա այդ ժյուրիներին, որ տենանք ոնց ենք պատժել վերը։ Ձեզ ով է ձեր մեջ ժյուրին։ Երկուսս էլ ժյուրի անդամ ենք։ Գերգից ենք ժյուրի անդամ են, դի ուրիշ բան է։ Ապենյա կերոչի ձեզնից ով է Անուշիկի ոտերին նայի։ Դե մրցույթի ժամանակ բոլորն էլ նայել են, որ պարզ ենք ով աղթելու։ Էրե, բայց ձեզ ով է թույլ տվել նայեք Անուշիկի ոտերին, էրե։ Տղեկ ջան, ինքն է ուզեց է մասնակցի։ Մենք հո իրան չենք ստիպել։ Էրե չթողիկ էրե։ Զանգիկ մի բերան ասեիք որ տես բան կա։ Ձեզ չեն զգուշացի էրե։ Չեկա ես ձեզ բերան ասի Անուշիկի հետ վաբշի գործ չունենակ, դաժե եթե բարևտա չպատասխանեք։ Դե ուղղակի Թեն ինձ 9 ստուդով սա հավաքվել եք խորացել եք Անուշիկի ոտերի վրա, ինչ է։ Միստե Արունը թափելու թե ոնց արա, որոշեք ոնց ենք ձեզ պատժում, այդ ճպլամոլներ։ Պճնամոլ։ Էրե կարող է դու անցնես իրենց յան, տենց ավելի լավ կդի։ Հե, այդ ճպլամոլներ։ Որոշեք ձեզ ոնց ենք պատժում, թե չէ մենք մեր մշակած տարբերակները կառաջարկենք։ Մարգարիտա, Մարգո, այմետ Մարգո արի, շուտ արի Մարգո, սաղ տեղնա Մարկ, այ մարդ ես ինչ հրաշք է, սաղ տեղնա, ոչ մի կոպեկ չի պակասում։ Ոնց թե սաղ տեղնա։ Այզա, հաշվում եմ, ոչ մի կոպեկ, նայ, ոչ մի կոպեկ, հա, ես զարմանում եմ, թե այդ ոնց է հաշվի համար, ես արդեն քիչ էր մնում խելագարվեի։ Բայց Վրոմ ջան, ախր մի քանի անգամ էլ հաշվել է։ Վայ Մարգարիտա, չունենամ քեզ Մարգարիտա։ Մարգարիտա, ախր ես զարմանում եմ, էլի իսկականին զարմանում եմ, ասում եմ, հնարավոր բան չի, այ մարդ, որ ասենք արդար մարդիկ ստուժ են, էլի, արդար մարդու վրից սխալ ընդհանրապես բան տանելը դա աբսուրդ է։ Ուղղակի այս թյուրիմացությունը որ եղավ, նրա համար եղավ, որպեսզի ես ուրախանամ, որ այդ վրեժից ազատվեմ, այդքան բան։ Երևի։ Վրոմ, բայց ասում եմ ավելի ճիշտ չի լինի, որ ես փողերն էլ են մնացածի նման բանկում պահես, հա։ Ես ինչ ես ասում, Մարգարիտա, հասկանում ես ինչ ես խոսում։ Ուզում ես, որ ինձ Անուշ քնից զրկես, հա։ Էդ ես ուզում։ Լսի Մարգարիտա, ես որ ներվայնացած եմ ելնում, գալիս եմ պարկելու ձերս միանգամից անում դոշակի տակ։ Հենց տենը փողերը տեղնա, լրիվ հանգստանում։ Սենց հանգստությունա իջնում վրես, ընենց եմ հանգստանում, լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Երևի զգացած կլնես, էլի։ Այն որ քեզ գրկում եմ, այ հենց այդ խաղաղության ներքո եմ գրկում, է։ Ճիշտն ասած, ես էլ գիտեի, որ փողը տանն է, դու մի տեսակ անհանգիստ ես, ինչ ես։ Դու չէ այդ ցավը տանեմ, այ արջի, ես ինչ եմ մտքովը դարձե։ Հետո գիտես, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք դոշակի տակ փող չունեն ու հանգիստ քնում են, այ ցավը տանեմ։ Ինձ թվում է հանգիստ խաղաղ քուն մենակ արդարներին է։ 3 տրված։ Երևի։ Դե դու։
տանն ես միշտել ու դու ավելի լավ կիմանաս։ Ծախված ջուրի ես։ Արժանավորին ինչի չես տալիս։ Ես արժանավոր, հա։ Հա։ Ես ըստի արժանավոր մրցակից չեմ տենում։ Արա դու ոնց չես տենում, արա։ Ինչ արվեստի գործ են ես քյալի ոտերը։ Ոնց որ թանգարանի ապրանք։ Արա, աշկերտ բաց տեսում ես ընտրում, արա, դու դրա սիրուն ոտերին մի խափնվի, է։ Արա դու վաբշե ճաշակ չունես։ Հələ դրա ոտի փրջերին նայ, արա։ Արա փրջերը ինչ կապ ունի, արա։ Իտաղայա բա փրջոտ չլի, յարի բանասիր։ Իմ ասածին ենք ընտրում կարոջ։ Իմ ասածին ենք տալի։ Արա կարբի, դու ոնց որ սա խառնում ես, տեղը չես բերում, արա, ասում եմ իմ ասածին ենք տալի։ Արես կյանքի կտորին թողել ես սրան ես ընտրում, արա։ Արա կարբի, դու ղզիկ չես, արա։ Մեր ընկերներները իմանան դու ինչ որոշում ես կայացրի կխնդան վրետ, արա։ Խելքդ գլուխդ հավաքի, արժանավոր մրցակցին տան գնարը։ Ապե չի կարա տենց բան լինի։ Ես 99.9%-ով համոզված եմ, որ մեր ընկերները ստեղ լինեին, հաստատ սրա ոտերը կընտրեին։ Դու արա մեր ընկերները փոքրուց ֆեշնի մեջ մեծացած, Կրիստիան Դիորի գարուն աշուն համար ձմեր հավաքածուն են, արա, դու եկի ինձ ինչ ես բացատրվում, այ ընկեր։ Արա ընկեր ջան, դու լրիվ ալիքները խառնում ես արդեն ոնց որ։ Արա տղեկ, մարդա ձեր ուզածին մրցանակ տվեք գնանք կարա, սպանիք։ Դու մեր մոտ աշխատես, որովհետև ահավոր կարոտում եմ քեզ։ Դու բոլորից տարբերվում ես։ Այդ հիմա ես տենց ասում։ Մեր դրան դեմը բսակ կա։ Վրամ, ես ինչ կար ապրեմ առանց քեզ, վրամ։ Վրամ, խնդրում եմ։ Ախորը սարեր։ Մխուի ոնց ենք ասելու ախպեր։ Մեզնից մեկն էլ կասի էլի։ Դե ինչ էլի, կարբի դերը խոսացեք մի գտերը։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։